Դուք ձեր ելույթում հայտարարեցիք, որ ես ունեցել եմ իմ սխալները, ինչպես այս աշխարհում ցանկացած մարդ։ Դուք ձեզ հարց տվել եք, որն է եղել ձերեն ամենամեծ սխալը, որի պատճառով ձեզ մերժեցին ու դրանից հետո անգամ Փաշինյանի վերած ավերներից, պատերազմից հետո վերադարձ ձեզ չեղավ։ Պարզ չէ, որ ես միշտ այս 8 տարիների ընթացքում ինձ հարցրել եմ, բայց եկեք պայմանավորվենք, որ հիմա այդ հարցին չպատասխանեմ, ես չեմ բացառում, որ տեսանելի ապագայում, այսինքն իմ հրաժարականի օրը ես մի հոդված կհրապարակեմ, որտեղ այդ մասին խոսեմ։ Որովհետև այդ հարցն է, որ գրավոր խոսք ասիլում էլի։ Մի անգամ գրես, մտածես, փոխես, դզես, ուղես, որ մնա միշտ։ Հարության ավետիսն է այս րոպեներ անց լինելու, եկեղեցիներում ճրագալույցի պատարակն է ավարտվում։ Պետության հարության համար ինչ 3 կարևոր այսպես բաղադրիչ կա, որ այսօր պակասում է, ինչ պետք է անի ընդդիմությունը ձեր այս փորձառու տարիների, որ հերվից նայում եք։ Միջև վերջ պետք է նվիրվի այն սուրբ գործին, որը տանելու է առաջ, որը երկրում իշխանափոխություն է անելու։ Դրանից առավել կարևոր ոչինչ չկա։ Փաշինյանի հրաժարականն է չվերարտադրվելն է սուրբ գործը։ Հա, բա ի՞նչ է։ Ես խնդրում եմ ձեզ 15 րոպեից Դուք խոսեք պարոն գալիք սուրբ ժատիկը սուրբ արության օրը